Տիկին Հակոբյան համահայկական ազգային միասնություն ճակատը հանդիպում ունեցավ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ փակ քննարկում էր, որ խնդրեմ կասեք ինչ Ճիշտ ասած կարելի է ասել այսպես մի էքսկլյուզիվ բան է ստացվել լինելով ես ինքս արցախցի արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ հանդիպմանը մասնակցում եմ հակադիր կողմից համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման վարչության որպես անդամ եւ համահայկական ճակատ շարժման անդամ եւ կարելի ասած այն բավականին պրոդուկտիվ նշանակություն ունեցավ նման հանդիպումներ պետք է անընդհատ շարունակել արդյունավետ է այն եւ ես գտնում եմ այն բոլոր 12 կետերը որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դնում է այն պետք է առարկայական լուծումներ պահանջվի դրանց համար եւ առարկայական լուծումներ տրվի այլ ոչ թե ինչպես իշխանավորներն են շահարկում եւ վերջերս արտաքին գործերի նախարարության առած հայտարարությունը այն կապակցությամբ թե իբրև Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները վերացել են այն պահին երբ Արցախի հանրապետության նախագահը 26/09/2023 թվականին ստորագրել է հրամանագիրը Արցախի լուծարման վերաբերյալ սակայն փաստացի թե Հայաստանի Հանրապետության իշխանավորները թե Հայաստանի Հանրապետության գերատեսչությունները այնպիսի քաղաքականություն են վարում որ միանշանակ ջնջեն Արցախահայությանը նայեք Ադրբեջանը բռնազավթեց Արցախի Հանրապետության տարածքը Հայաստանի Հանրապետությունը փորձում է ազատվել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցից ձերբազատվել է փորձում ինքը միանշանակ եւ հրամանագիրը բերում է այդ հարթակ, որը էական նշանակություն կարելի ասած չունի, որտեվ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն Արցախի Հանրապետության նախագահը միանշանակ միանձնյա կերպով իրավունք չունի ոչ մի կառույց կամ գերատեսչություն լուծարել այդ իրավունքի իրավատերը դա ժողովուրդն է, ժողովրդին է պատկանում ամեն ինչ։ Ու բացի այդ, Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի օրենքի 25-րդ հոդվածի համաձայն նախագահի հրամանագիրը համարվում է ուժի մեջ հրապարակումից հետո, եթե ժամկետ չի նշված, հաջորդ օրը, իսկ 28-րդ հոդվածը նույն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի նշում է, որ այն պիտի հրապարակվի համապատասխան պաշտոնական կայք էջում Արլեքսիս IM-ում, որը գոյություն չունի։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունները 2024 թվականի սկզբից փակել են Արցախի Հանրապետության բոլոր պաշտոնական կայք էջերը, հետևաբար Արցախի Հանրապետությունը չէր կարող միանշանակ եւ այդ հրամանագիրը հրապարակել, այն չի հրապարակվել, ու սա ժամանակից բխող քաղաքականություններ, ժամանակից բխող քայլեր Արցախի բնակչությանը պահի տակ փրկելու ուղղությամբ եւ եթե կա նման հրամանագիր ու կա նաեւ հակադարձ հրամանագիրը, որը չեղարկում է նախորդ հրամանագիրը ու չի հրապարակվել, սա իր պատճառները ունի եւ այս տեսանկյունից չի կարելի դիտարկած իբրև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները խնդիրը արդեն դուրս է եկել օրակարգից, որովհետեւ եթե մենք հիշում ենք դրան նախորդին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության վարչապետն է Պրագայում հայտարարություն արել, որ Արցախի Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում եւ այդ որ Ադրբեջանի այդպես էլ չեմ հասկանում այն Ադրբեջանի, որ 1920 թվականի ապրիլի 28-ին ձևավորվել է որպես հայերի եւ մուսուլմանների ապազգային պետություն, առաջին խորհրդային հանրապետությունը, որը ապազգային է հայերի եւ մուսուլմանների ֆիքսված տարածքով 86-ով այսինքն ստացվում է, որ կեսը պատկանում է հայերին եւ փոխանակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդես գա պահանջատիրության դիրքերից ու պահանջի, որ հայերին վերադարձվի իր
հողերը, փոխարենը ինքը Արցախն է ճանաչում որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ Ալիևի ու ադրբեջանական մամուլում այն տարածված հաղորդումները թե իբրև Արևելյան Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է, որի դեմ ես հերքումով հանդես եմ եկել դեռևս 2021-22 թվականներին դեռևս Արցախում էինք եւ ոչ մի արձագանք չեմ ստացել, այսինքն ուղղակի ադրբեջանական լրատվամիջոցներից, տարբեր տեղերից փոքր-ինչ արձագանքներ եղել են ու վերջ։ Այստեղ եւս փորձել եմ հերքում կատարել, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել։ Համենայն դեպս չի կարելի պետության կառավարական մակարդակով անուշադրության մատնել Թշնամի պետության կողմից շրջանառվող նման թեզերը, սեփական պետության տարածքը որպես Ադրբեջանի արևմտյան հատված ճանաչելը, այն դեպքում, երբ սա Արևելյան Հայաստանի ընդամենը մի փոքրիկ հատվածն է 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայով անցած Ռուսաստանի տիրապետության տակ, ապա 1918 թվականին հռչակած պետականություն, սա այդ փոքրիկ տարածքն է, ինչ վերաբերվում է Արցախի Հանրապետությանը, ապա 1990 թվականի ապրիլի 3-ին Խորհրդային Միության օրենքով բոլոր օրինական փաստարկները ունենալով սահմանադրական եւ օրինական ինքնորոշման իրավունք ունենալով հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին եւ ավելի շուտ, քան Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ նախորդին օգոստոսի 30-ին 1991 թվականին Ադրբեջանը իրեն ճանաչել է որպես մուսավաթական Ադրբեջանի իրավահետնորդ, իրավահաջորդ, հետեւաբար չի կարող Ադրբեջանը Արցախը դիտարկել որպես իր տարածքային ամբողջականություն, առավել եւս Հայաստանը չի կարող դիտարկել Արցախը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն։ Դուք նաև փրկել բառը օգտագործեցիք Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի հետ։ Փրկել ինչից, չէ՞ որ իրավական եզրույթներ կան դրա համար։ Բլոկադայից հետո սկսված նոր ագրեսիա եւ այդ իրավիճակում ստորագրված փաստաթուղթ։ Այդ դեպքում իրավաբանորեն փաստաթուղթը դա կարող է համարվել փաստաթուղթ։ Իրավաբանորեն այս փաստաթուղթը չի համարվում որպես իրավական փաստաթուղթ։ Այն չի կարող իրավական հետևանքներ առաջացնել, որտեղ վախի, պատերազմի նման ազդեցությունների տակ միջազգային իրավունքի համաձայն կնքված պայմանագիրը չի համարվում օրինական, հետևաբար այն հետևանքներ առաջացնել չի կարող։ Մանավանդ որ, ինչպես նշեցի, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով այն չի հրապարակվել, հետևաբար նախագահի այդ հրամանագիրը օրենքի ուժ չունի ու փաստական հետևանքներ առաջացնել այն միանշանակ չի կարող։ Ու պահի տակ մենք չենք կարող դիտարկել թե կուլիսների ետևում, վարակույրների հետևում ինչպիսի քննարկումներ են տեղի ունեցել եւ ինչի ազդեցության տակ է ստորագրվել այդ հրամանագիրը, բայց համենայն դեպս կարող ենք եզրահանգումներ կատարել, որ այն իրավական ուժ չունի եւ հետեւաբար եթե դե ֆակտո գոյություն չունի Արցախի Հանրապետություն, դե յուրե գոյություն ունի Արցախի Հանրապետություն եւ մենք հույս ունենք, որ հավաքական վերադարձ կլինի եւ ողջ հայությունը սատար կկանգնի Արցախահայությանը եւ մեր բարձրացրած հիմնախնդիրը Արցախի բնակչության իրավունքների վերականգնում եւ Արցախի բնակչության վերադարձ իրականանա։ Նաև հանրության համար ներկայացեք, որ նորից ձեր անուն ազգանունը կներեք էլի, այսպես ուղղ եթերում ենք դրա համար։ Անահիտ Հակոբյան, Համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման վարչության անդամ, Համահայկական ջակատ շարժման անդամ, նախկին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար։